Տիկին Ալավերդյան, Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է միասին ճանապարհային քարտեզ մշակել եւ զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեմաները։ Ձեր գնահատականն այս առաջարկին։ Ես նախ եւ առաջ խնդրել եմ ինչ հարցնել ու չխնդրել մեկնաբանել ամբողջովին քաղաքական աննեղսունակության եւ ուղղակի իրավական անգրագիտության հետքեր ունեցող այս կամ այն հայտարարությունները այն անձի, որը զբաղեցնում է այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, բայց երևույթը ինքը արժե մեկնաբանել ու թույլ տվեք ես հենց այդ երևույթից սկսեմ, որը ընդգծում է, որ բազմիցս իմ ասածը առայն, որ ոչ թե Ադրբեջանն է պարտադրում շատ բան, այլ դա տեղի ունենում Հայաստանի Հանրապետության օրվա իշխանության նախաձեռնությամբ։ Բազմիցս եմ ասել, շատ անգամ դա այդպես հստակ չէր հնչում, բայց այսօր շատ պարզ է աշխարհում մեկ պարզ է, որ այդ առաջարկությունը հնչեցվել է ոչ թե Ադրբեջանի կողմից, այլ Հայաստանի Հանրապետության կառավարության գլուխ հանդիսացող անձի կողմից։ Դա առաջինը։ Երկրորդը, այդ ինչու եմ ասում քաղաքական աննեղսունակություն, որովհետև հայտնի է բոլորին, որ նկրտումները Ադրբեջանի Հայաստանի Հանրապետության տարածքների հանդեպ, որոնք փաթեթավորվել են արևմտյան Ադրբեջան, այսպես ասած, անվանման ներքո, որևէ հիմք չունեն։ Այսինքն չկա ոչ պատմական, ոչ իրավական, ոչ իրական, որևէ հիմք չկա։ Ամբողջովին հնարածին այդ, այսպես ասած, տեսլականը դա պարզապես այն մշտական եւ հետեւական նկրտումների մասին են խոսում Ադրբեջանին, որոնք որ սկսվել են 1918 թվականից եւ մինչ այսօր շարունակվում են։ Հիմա իսկ առաջարկությունը, դա կրկնում եմ, ամբողջովին անհիմն, ոչ իրավական, ոչ պատմական, ոչ էլ սոցիալական, միջև անգամ հիմքեր չունեն։ Սոցիալականը ընդգծեմ ինչու եմ ասում։ Ուրեմն հայտնի է, որ բացի դրանից, որ Ադրբեջանը պարտադրել է ամբողջ Արցախի Հանրապետության բնակչությանը ահաբեկչական գործողությունների ներքո պարտադրված լքի իր հայրենիքը, կա Հայաստանում այսօր Հայաստանի Հանրապետություն կամ սոցիալական հարցեր Արցախից բռնի տեղ հանված անձանց։ Հիմա փոխարենը սոցիալական խնդիրները լուծվեն Հայաստանում, հնչեցվում են քաղաքականապես անմեղսունակության կրկնում եմ հետքեր ունեցող հայտարարություններ, այն է արցախցիների վերադարձի իրավունքից զրկելը։ Ուրեմն դա միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարում է, որովհետև փախստականների կամ բռնի տեղահանվածների ընդհանուր առմամբ վերադարձի իրավունքը դա անկախտելի իրավունքն է։ Որևէ մեկը աշխարհում մինչ այսօր, բացի Թուրքիայից տասնյակ տարիներ առաջ, չի հնչեցրել եւ մասնավորապես չի հաստատել քաղաքական կամ իրավական փաստաթղթերում այդ արգելքը։ Թուրքիան է ժամանակին ընդունել այնպիսի նորմեր, որոնցում արգելվում էր ավելի շուտ ցեղասպան 15 թվականի ցեղասպանության ողջ մնացած մարդկանց վերադարձի։ Եվ այս առումով եւս մեկ անգամ հստակեցնեմ, ուրեմն կա միջազգային փաստաթուղթ, դա կոչվում է 1951 թվականի փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիա։ Այդտեղ շատ պարզ շարադրված է իմ ասածը։ Երկրորդը, մենք ունենք կառավարության որոշում, որը ես քննադատել եմ տարբեր առիթներով, դա 26 հոկտեմբերի
23 թվականի ընդունված որոշումն է, բայց այդտեղ այդ որոշումը հենց իր անվանման մեջ պարունակում է այդ բռնի տեղահանված խոսքերը։ Այսինքն դրանով իսկ թողնում ենք մի կողմ, թե իրականում ինչպես է վերաբերվում կառավարությունը, ինչպես է վերաբերվում Արցախից բռնի տեղահանված անձանց, այդ որոշման անվանումը իր մեջ պարունակում է պարտադրանք Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ընդհանրապես պետության հանդեպ, ինչու, որովհետեւ այդտեղ պարզ գրված է, որ Հայաստանը հանդիսանում է այդ բռնի տեղահանվածների ընդունող կողմ եւ ընդունող կողմը ոչ թե պետք է փորձի զրկել Արցախից բռնի տեղահանվածների միջազգայինորեն հաստատված իրավունքը, այլ պետք է լուծի այդ սոցիալական բազմապիսի խնդիրները։ Ես դատապարտում եմ ամբողջովին հակաիրավական, հակաօրինական եւ ուղղակի քաղաքական այդպիսի հայտարարություն ասեմ, թե քաղաքականություն ասեմ, որի մասին մենք դες հետ հիմա խոսում ենք։ Ահա, իսկ Ալիևի համար ընդունելի է այդ տարբերակը։ Նայեք, Ալիևի համար խնդիր չկա, որովհետև Ալիևը եւ Ադրբեջանը իր ժամանակել, Իդար Ալիևի ժամանակել ապացուցել է իրեն որպես պետություն, որը ունակ չէ պահպանել ու պաշտպանել որևէ երկկողմանի կամ միջազգային պայմանագիր։ Դա հստակ բոլորը գիտեն։ Ալիևը որպես պատրվակ, որ Հայաստանն է առաջարկում արցախցիների զրկել իրենց պատմական հայրենիք եւ հանրապետություն վերադառնալը, նա կարող է այսպես ասած սիմվոլիկ ինչ-որ մի համաձայնություն կա, բայց ես դες ուզում եմ վստահեցնել, որ նա չի հրաժարվելու այդ հնարածին 300,000 ադրբեջանցիների վերադարձը ապահովելու համար։ Ինչու՞, որովհետև ինքը ոչ թե դա քաղաքական պայմանավորվածություններով է հիմնավորում, այլ բերում է ամբողջովին հնարած, բայց բերում է միջազգային իրավունքից այնպիսի նորմեր, որոնք որ միանշանակ խոսում են նրա մասին, որ այո, եթե այդ անձինք ժամանակին ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակավայրերը, ապա նրանք իրավունք ունեն եւ վերադառնալու այն դեպքում, երբ որ այն պետության մեջ, որտեղ որ եղել է վտանգ, հիմա այդ վտանգը չկա։ Այսինքն դա որևէ մի կասկած պետք է որևէ մեկի մոտ չառաջացնի, որ դա եւս մեկ անգամ միակողմանի ոչ թե զիջում է, ամբողջովին կրկնում եմ, միջազգային իրավունքի հիմնարար իրավունքներից մեկի ոտնահարումն ու այսպես ասած արհամարումն է։